Որտեղ վախեցած մարդը ինքին շատ ամբողջություն
թոլանում է եւ չի դնում երկրի ոնց կարող է դուրս գա եւ այսօր մենք տեսնում ենք շատ մարդիկ որ վախի մեջ են ապրում այսօր մարդիկ կան որ վախենում են իրենց ունեցվածքը կորցնել մարդիկ վախենում են իրենց ռեկավարներից հնարած գործը չկորցնել եւ նրանք ամեն ինչի ընդունակ են որպեսզի այդ վախը փարատվի եւ այնքան հետաքրքիր է ցույց տալիս որ գիտեք հաղթահարել վախը կարելի է աստվածավախությամբ գայստես երբ որ դու աստվածավախ ես մարդկային բոլոր վախերը սատանայական բոլոր արձակումները քանդվում վերանում են որտեղ դու կարողանում ես ճիշտ որոշումներ կայացնել եւ Աստծո խոսքով դեմ կանգնել եւ նա ապաչելու է ասա այսօր իմ կյանքից բոլոր վախերը դրանով ես հաստատվելու եմ այն խաղաղության մեջ որ Աստված ինձ կանչել է այսօր հալելույա ամեն վախենում եմ հանկարծ ես գիտեք մեկը կար ասում ես վախենում եմ տնից դուրս գամ մարդ կա որ փակվում է տան մեջ եւ այդ վախը իրան պահում որ հանկարծ իր այդ ինչ-որ բան չլինի Հետո մտքի վրա արձակումն է, որ սատանան շատ վեժնության մարդկանց վախեցնում է, որ մարդիկ քաջ չանեն դեպի Աստծո խաղաղությունը եւ դա այն բնությանը, որ Աստված պատրաստել է իրականացնել։ Այսօր մարդ հատկացող մարդը վախենում է Աստծո, որովհետեւ վախենում է հանգած գան դավայրշտի Գիտեք մենք շատ ենք տեսել ձերի, շատ մարդիկ չեն գալի ասում, որտեղ վախենում են, ինչ-որ բան կորցնել, որտեղ կապված են, բռնված են այդ ամենով եւ դա իրանց մեջ վախ է բերում։ Այդ վախի ոտին պահում է իրանց, որպեսզի այդ ազատությունը ձեր չբերեն Աստծո մեջ։ Եվ այսօր շատ մարդիկ կան վախի մեջ են եւ գիտես այդ փոխհարաբերությունների մեջ վախենում են, փոխհարաբերությունները, որտեղ իրանց գործերը ոչ թե արդար են, որտեղ եթե մարդը ինքը արդար է, ապա ոչ ոքի չի վախենում։ Դա այստեղ է։ Direkt bir entrakir bana ne diyor? Name savunmasını bir tam tartışma. Yes, bari maç mı yaptı? Evet, bu amca. But, bir tane zamana kadar amca. Bu beklesmek namyakir, işmeyakir göreceğiz. Zaten esas utandı da etkan merkez göreceğiz de inç aslında yes, bari maç mı yaptı? Bu amca. Bu beklesmek aslında postimde şu aslında daha bir aslında sohbet anlamak kaldı. Որտեղ այդ վախերից, այդ մեղքերից նա շուտ ապուր ձևով ազատագրվեց, ապաշխարեց, եկավ Աստծուն եւ այն բոլոր վախերը դրանից գնացին։ Գիտեք, այսօր շատ մարդիկ վախենում են, երբ որ իրանք ինչ-որ սխալ են գործում, սկսում են վախենալ։ Ես քեզ ասում եմ, պետք չի վախենալ, որտեղ դա սատանան է ուզում քեզ վախեցնի, որ հանկարծ դու չբարձրանաս։ Որտեղ Աստծո խոսքը ասում է արդարը 7 անգամ ընկնի, 7 անգամ հետո բարձրանա։ Մարդ Հիսուսին, ամեն։ Պետք չի վախենալ ոչ ոքից, պետք չի վախենալ մարդուց, որտեղ Աստծո խոսքն ասում է մարդն է ինչ կանի ինձ, եթե Աստված իմ հետ է։ Հալելույա, ամեն։ Եթե Աստված մեր կողմն է, ով կարա հակառակը Մարդ Հիսուսին։ Եվ մենք միշտ պետք է մտածենք, որ Աստծո խոսքերը հռչակելով եւ Աստծուն հանդուկ բռնելով, բոլոր վախերից ազատում ենք եւ ապրում ենք Աստծո խաղաղության մեջ, որտեղ մենք որդեգրված ենք ուրախության մեջ։ Աստված ինձ որդեգրել է, որ ես ունեմ խաղաղության մեջ, ուրախության մեջ, արտահայտների մեջ, հալելույա, անկախ նրանից, թե մեր կյանքում ինչ է պատահում, անկախ այն ամենից, ինչ որ մեր շուրջը այսօր կատարում է։ Մենք պետք է ամուր լինենք Տիրոջ ձեռքերի մեջ, մենք պետք է ամուր լինենք այն հավատքի մեջ, որ Աստված այսօր մեզ կանչել է, որպեսզի հաստատի եւ այդ հավատքը դրսևորելով կարողանանք անցնել այն ճանապարհը, որի մեջ Աստված կանչել է մեզ հավատալու։ Գիտեք, շատ ժամանակ ես ասում եմ, նա Աստված չի կարա չտա, որ մարդը մեր գործի։ Աստված կարա չտա, Աստված կարա կանգնեցնի, որ մարդը չսխալվի։ Բայց գիտեք, Աստված ինչեր կարա, երբ որ Մովսեսին ասեց, ասա խոսի, բայց նա չխոսեց նոր դրա մասին խոսում էր մեր եղբայրը, Աստված կարա հենց նույն րոպեին կանգնեցնել, ասեց, ես ինչ ես անում։ Չէ՞ որ ես քեզ ասել էի, որ դու պետք է խոսաս, այն ոչ թե տվեց, բայց նա թույլ տվեց, որպեսզի ինչ անի Մովսեսը խփի։ Այսօր շատ ժամանակ մենք այնպես ենք վարվում, Հալելույա, որ հետո մտածում ենք, որ մեր սխալը կարա ճակատագրական լինի, բայց ես ձեզ ասեմ, Աստված եւ Մովսեսի սխալը, այդ մի սխալը ճակատագրական եղավ, որտեղ նա չտավ ավետյաց եկի։ Ստայես դու,
այո, ինչ որ մարդը անում է, իրան անում, հալելույա։ Երբ որ մենք ինչ որ բան անում ենք հակառակ, մենք մեզ ենք վնասում, բայց երբ որ մենք հնազանդում խոնարհում ենք եւ Աստծո ամբողջական խաղաղությունը վերցնում ենք մեր կյանքերի մեջ, մենք դառնում ենք ապահով նրա հովանուտը, Հիսուսին։ Եվ այդ հովանին Աստծո մեզ հովանի անում, որպեսզի մենք հասկանանք, որ մենք մարդ ենք, այլ ոչ թե Աստված։ Մենք կատարյալ չենք, բայց խոսքը ասում է, ով խոսքով չի ներմաչում, նա կատարյալ մարդ է։ Ասում են կատարյալության ճանապարհի մեջ շատ վախ է կարանտան, որպես քեզ վախեցեն ասել, բայ սխալ արեցին դու այդպես Աստծո մոտ տեղ չունես։ Գիտես չհավատաս սատանայի սրտին։ Դու կարաս սխալվես, բայց Աստված ներում է, Աստված բարձրացնում է։ Եթե դու ապաշխարում ես Աստծո առաջ ամբողջ հոգով սրտով եւ ասում ես դե իմ Աստված, ես մարդ եմ, դու Աստված։ Ես անկատար եմ, բայց դու կատարյալ։ Եվ ես ուզում եմ քայլեմ այդ կատարյալ ճանապարհով, որ վերջնական նպատակին հասնեմ եւ երկինքը շարունակեմ։ Այդ հնազանդության, խոնարհության եւ Աստծո խոսքի վրա հիմնված, հալելույա, մենք կարողանում քայլել, չվախենալ, որովհետեւ Աստված ամեն տեղ խոսում է եւ ասում է չվախենաս։ Գիտես մի հետաքրքիր Աստված խոսք ասեց մեզ, ուզում եմ որ բացենք Հովհաննես 14:27, դու ով ունի Աստվածաշունչ, ընդունում եմ բացեք կամ կարդացեք մեր հետ հալելույա, ամեն, եւ ասում է խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ով է ուզում որ այսօր Քրիստոսի խաղաղությունը դա իր կյանքի մեջ։ Գիտեք այսօր որ կասա այսօր ես ազատվել եմ, ես վերցրել եմ Աստծո խոսքը, որտեղ հենց Հիսուս Քրիստոս ինքը Հովհաննեսի մեջ ասում է խաղաղություն եմ թողնում ձեզ, չի ասում վախ եմ թողնում, չի ասում դեպրեսիա եմ թողնում ձեզ, չի ասում պրոբլեմներ եմ թողնում ձեզ, խաղաղություն եմ թողնում ձեզ, հալելույա, ամեն։ Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, Քրիստոսի խաղաղությունը սիրելիներս այսօր Աստված տվել է մեզ։ Քրիստոս իր խաղաղությունով անցրել մեզ, որպեսզի մենք բոլոր վախերից ազատագրված դառնանք հաղթանք բոլոր ճանապարհների մեջ, այն ամեն ինչ որ մեզ պատահում է։ Դրա համար, եթե դու սխալվել ես սիրելիս այսօր օրինակ, որ դու կանգնես, չվախենաս, այլ կանգնես Աստծո առաջ, որտեղ դու բարեփոխում ես երկնքում, հալելույա, ամեն ինչ տեսած, նստած այնտեղ, որպեսզի այսօր բարեփոխի, որ դու վախերից ազատագրվես եւ մտնես Աստծո խաղաղության մեջ եւ կարողանաս դեմ կանգնես սատանայի հետ Եվ ասում է, ես այն ձեզ տալիս, ինչպես աշխարհն է տալիս, ձեր սիրտը չխորովի ու չվախենա։ Փառք Հիսուսին։ Գիտեք Քրիստոսը ինքը խոսում է, ասում է, թող ձեր սրտերը չխորովեն ու չվախենան։ Փառք Հիսուսին, ամեն։ Եվ մենք վերցնում ենք դա խաղաղությունը, եւ զգում ենք խաղաղություն։ Ու չենք մտածում, թե մարդիկ ինչ կմտածեն մեր մասին։ Մի մտածի թե կողքից ինչ են մտածում։ Եթե դու բարգերի մասին ես մի մտածի դրա մասին, որտեղ Աստծո խոսքը ասում է ձեր հոգսերը գցեք իմ վրա ես կանեմ։ Եթե դու ինչ-որ բանի կարիք ունես, Աստված քո կարիքները լրացնելու է։ Եթե դու հավատում ես եւ Աստծո խաղաղություն ունես, դու կարողանաս ճիշտ մտածել, ճիշտ խոսել, ճիշտ աղոթել, ես սпасել Տիրոջը։ Խոսքն ասում է սпасելով սпасեցի Տիրոջը եւ նա չուշացավ հալելույա։ Ասա Տերը երբեք չի ուշանում։ Փառք Հիսուսին, ինչքան հանցակումները շատանում են, այնքան Աստված զորանում է։ Քո մեջ, հալելույա, տեկամության մեջ Տերը զորություն է տալիս, որ դու հասկանաս, որ դու դեռ կարող հաղթես, բայց Աստծո զորությունը քեզ զորացնում է, որպեսզի դու դառնաս հաղթող եւ չվախենաս։ Գիտես Դավիթը օրինիսի մեջ նստած էր ու այնքան սիրտը ջուր ուզեց։ Նա ասեց ես կխմեի ջրի այն ջուրը, որը թշնամիների կողմում է։ Գրեք երեք զորավորներ որոշեցին ասին, մեր թագավորը ջուր է ուզում, բայց այդ ջրը թշնամիների մոտ է։ Նրանք չվախեցան։ Փառք Հիսուսին։ Ասա զորավոր մարդիկ չեն վախենում։ Նրանք չեն վախենում թշնամուց։ Եվ նրանք որոշեցին մտնել այդ բազմահազարանոց զորքի մոտ, որը որ գրավել էր այդ ջրը եւ ջուր քաշեցին։ Երեք օր ջուր քաշեցին ու վերեցին թագավորին տվեցին, բայց թագավորը չխմեց։ Որովհետեւ գիտեք, գնաց թշնամու մեջ առանց վախի ու ամեն թագավորի կամքը։ Փառք Հիսուսին։ Ասա դու ես իմ թագավորը Հիսուս։ Աստված այսօր մեզանից ուզում է խոնարհություն, հա, նա ուզում է որ մենք
այդ հավատքը ունենան Աբրահամ եւ վստահությունը եւ հույսը ամբողջության վրա լինի, որովհետեւ այդ վախերը մեզանից գնան։ Գիտես, ես ասեմ ձեզ, շատ մարդկանց են տեսել, որոնք վախենում են իրանց գործատուներից, իրանց տնօրեններից, իրանց գործտվողներից։ Գիտես, վախենում են, ու նրանք եթե իրանց ավելին բան չեն տա իրանց ղեկավարներին ասել, դու այստեղ եք։ Նա ինչքան հետաքրքիր աշխարհը, ումից որ շատ ունեն, նրանց վախենում են, բայց չեն վախենում Աստծուց։ Նրանք չեն վախենում Աստծուց։ Դուք եք հետաքրքիր մի բան էր, որ ես նայում եմ։ Արդյոք հավատացյալ մարդը կարա իր ղեկավարին պատասխան տա։ Ու ես նայում եմ ասում եմ, եթե իր ղեկավարին պատասխան տա, հաստատ գործից կանի, դա չես աշխարհում։ Եվ իր շահի աղբյուրից, իր եկամտի աղբյուրից ինքը ինչ կանի կզրկվի։ Ու գիտեք, շատ ժամանակ ասային ղեկավարը Հիսուսն է։ Բայց նա ինչ-որ բան ասում ու մենք հակաջարում։ Մենք չենք անում։ Ու դա վտանգավոր է։ Ես ես ասեմ, դա վտանգավոր է։ Երբ որ մենք չենք լսում թագավորների թագավորին, երբ որ չենք հնազանդվում նրա խոսքին, եւ մտածում ենք, որ գիտես, ինչ-որ բան կանք օգուտ կա, մեր օգուտը Քրիստոսից է, որտեղ նա է վախերը դրասում մեզանից։ Բայց մարդկային վախը միշտ կա, ասում է այն խաղություն չեն տանում, որ մարդիկ են տանում, ես իմ խաղություն եմ տողում ձեզ, մի վախեցեք, Հանք Հիսուսին։ Եվ այսօր օրն է, ասա այսօր որ մենք ճիշտ վարվենք ամեն տեղ, ես չեմ վախենում ոչ ոքից, ես չեմ վախենում գործ գործունելուց, գիտես, որտեղ այդ գործատուները ինձանից պետք է վախենան, ոչ թե ես գործտողներից։ Հասկանալի եմ ասում, Հանք Հիսուսին, որտեղ գիտեք հետաքրքիր է, որ թագավորները վախենում էին, Ավիմելեքը վախեցավ ումից, Աբրահամից, վախեցավ, որտեղ Աստված վախեցեց, ասեց, եթե այդ կնոջը հետ չտաց, դու ու քո ամբողջ թագավորությունը ամբողջ պրոբլեմի առաջ եք տանում եւ տանքնել են, որտեղ Աստված բոլոր կանանց արգամները փակել են, ոչ մի չէ։ Եվ ասեց, եթե դու չտաս այդ կնոջը, որտեղ նա մարգարե է, վախեցին նրանց, ասա միշտ աշխարհը պետք է վախենա Քրիստոսի մեջ լինողներից։ Հանք Հիսուսին։ Եվ գիտեք ասել, դու աղոթի քո համար։ Գիտես, նա վախից է դարել, Աբրահամը վախից, ասել էր իմ քույրն է։ Տվել, սխալ էր, բայց Աստված Աբրահամի սխալը ինչ արեց, ուղղեց, հալելույա, ասա դեր ինձ սխալները ուղղում, սովորեցնում ինձ, նա ասում հնազանդ և խոնարհվի, հալելույա, մի վախից, ես քո հետ եմ, հիմա բացեք, Եսայա 41, Եսայա 41:10 Մի վախենա, կարաս մոտուկ վես կողքին տասա, մի վախեցա։ Ես չգիտեմ ինչ-որ մեկը կա ասել, որը ուժը վախի մեջ է, ես որ Աստված քեզ ասում եմ, մի վախեցա։ Հալելույա։ Որ այդրի եմ ասում, բավաշ վախենա, դեսա գալիս է ժամանակը, փող է ուծելու, դեսա, ասա ամենը Աստված գիտի։ Ասա իմ բոլոր հարցերը Աստված գիտի։ Ասացած էր կետ ասած, Տերը իմ բոլոր պրոբլեմները գիտի։ Ու Աստված պատրաստ է լուծել, եթե դու հավատաս։ Աստված պատրաստ է օգնելու, եթե վստահես, հալելույա, ամեն։ Այն ոչ թե մտածես վախի մեջ ապրես։ Էլ եմ ասում 365 օր Աստված 365 անգամ Աստծո խոսքի մեջ գրված է, մի վախեցիք։ Ուստի ասում մի վախեցիք, հալելույա, որովհետև ես քեզ հետ եմ, մի զարուհի, որովհետև ես քո Աստվածն եմ։ Հիսուսը մեր Աստվածն է։ Դու հավատում ես, որ մեր Աստված կենդանի է։ Դու հավատում ես, որ հիմա ինձ ասում է, մի վախեցիք, ես քո Աստվածն
վերնստացրեցին, հետո գիտես ուշեր բրեկներ չհայնացան, ասին այլևս Հիսուսի անունով չկարողացեք։ Գիտես ինչ ասին, որն ավելի լավ, ձեզ լսեք է ասում։ Հիմա կարող է քեզ շատ բան կան ասեն, կարող է շատ բան ասում են, կարող է վախեցնում են քեզ, բայց որն ավելի լավ, մարդկանց լսեն, թե ասում։ Փառք Հիսուսին։ Ասատներ բացին իմ ականջները, որ լսեն քեզ։ Հալելույա։ Ոչ թե մարդը գայից վախեցնի, հալելույա, ան ես ասվածավախ լինելով, ասո երկի ուր ունենալով կարողանամ կանգնեցնել սատանայի կողմից ուղարկված վախի մոտ։ Փառք Հիսուսին։ Գիտեք նայք մի եկակի բան եմ, այն մեջ տեսնում եմ հալելույա, այն բանը հիշում եք, որ ոչ ոք չէ կարող մասնել այնտեղից, որտեղ որ մեկը դիվահարված է լեգիոն ոչ ոք չէ կարող մասնել, որտեղ բոլորին հաստատում են, բոլորին ծեծում են, բոլորի վրա իշխանություն են և մարդիկ վախենում էին այդ տարածքում անցնել։ Եղել է ժամանակ, երբ որ ինչ-որ մարդու կողքով անցել ես, դու վախեցել ես անցնես իրա կողքով, որտեղ վախեցնում են։ Այսօր շատ բաներ վախեցնում են, բայց նայեք սիրելիներս, դա ամբողջ այդ տանածած շրջանը վախի մեջ է պահում։ Ասում ոչ ոք չէր կարողանում անցնել։ Ու ինչ եղավ, Հիսուսն եկավ։ Ասա Տերը եկել այն կյանքի մեջ։ Նոր ձեռքից նա ու ասա Հիսուսն եկել այն կյանքի մեջ։ Եվ բոլոր մախերը, բոլոր դիմական հարցակումները, բոլոր բևերը թափչելու են։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Եվ ասում է, ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ։ Տեսեք ինչ խոսում։ Ես զարմանում եմ ոնց կարան շատ մարդիկ, մտածեմ, որ իրական վախեցած են, վախկոտ են։ Գիտես խոսք ասում է, որ վախկոտ է թողել գնա։ Գիտես Գեբրիելի ժամանակ Աստված խոսած ու ասեց, ով վախկոտ է, ով թուլասիրտ է, ով պետք է այն իր անգերոջը թուլացնի, թողել գնա։ Հիշում եք ինչ արեցին 12 իշխաններին ում գնացին, հետազոտելու այն երկիրը, որ Աստված պետք է տար։ 10 եկան ու վախեցին ժողովրդին։ Այսօր շատ քրիստոնյաներ դարձին ու վախեցնում, չի ստացվի, դժվար է։ Ու մարդիկ ինչ են ասում, դե դժվար է։ Այս ինչտեղ է գնալ, այստեղ հնարավոր չի, այս մի տեղ է հնարավոր չի։ Ընդ ավելի ուժեղ են, մեկ ընդ ասին երեկայնասան, ժողովուրդ են, գիտեք, բան քաղաքներ են, պարսպապապ են, մեծ ուժեղ զորավոր ժողովուրդ են, այդ ոգի ասին, եթե Աստված ասել է, մենք գնանք ու տվեցին։ 10 հոգին եկան ու 10 ժողովրդին վախի մեջ գցեցին, այն այդ ոգին հավատքով կանգնեցին, հալելույա։ Ասա ես հավատքով կանգնելու եմ։ Եվ ոչ ու չի կարող ինձ վախեցնել։ Չնայած որ եթե մեկը դա քեզ ասի, որ չի ստացվի։ Չներվես։ Սա ասում է, ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ։ Նայեք ես ներծուկ կլինեմ իմ արդար աճով, հալելույա։ Ասա Հիսուսն է ինձ արդարացնողը։ Գրեք մարդը չի արդարացնում քեզ։ Ընդհակառակը մարդը ուզում է միշտ գցի քեզ։ Մարդը ուզում է ինչ-որ բան տեսնի, վախեցնի քեզ։ Գիտես, դու մեղավոր ես, դու մեղքի մեջ ես, ուզում է ու վախենում ես դու։ Վախի մեջ, մանես բանի վախի մեջ, ինչ մեղավոր են, մեղքս ինձ հեսա կայնենք, վախեին, վախ։ Գիտես Աստված ասում է, ես քո հետ եմ։ Ես քո հետ եմ։ Ուր հետ գնաս ես քո հետ եմ։ Մի զարուհի, մի վախեցի, հալելույա, այն ապաշխարի։ Մաքրի սիրտը, հավատա ինձ, հավատա, որ դու անկատար ես, ես կատար եմ, հավատա, որ ես եմ ամենազոր Աստվածը, ես եմ արդարացնողը, ես եմ արդար դատավորը, Փառք Հիսուսին։ Գիտես ասում խոսք ասում մի դատի որ չդատվես, այսօր մենք ոսողներ ենք շատերին դատել, բայց ինքներս մեր սխալները չենք տեսնում։ Այսօր ուզում ենք մեկի մեղքը վերցնել ու երեսով տալ, բայց մենք մեր մեղքերը չենք ուզում տեսնել։ Փառք Հիսուսին։ Գիտես ինչ վախ է պետք է աշակերտների վրա։
Երբ որ Հիսուսին Գեթսեմանեում պարտեզում եկան, հավաքվեցին, ինչ արեցին։ Բռնեցին Հիսուսին։ Սա աշակերտները, գիտես ով է, վաղուց մարդը փախնում է, թե չի փախնում։ Տեսեք եք, որ ասում է, սա անգելները թողեցին փախան, բայց մինչև հետ, բան էին դրում սա, դերները խաղ չկա, բայց որ տեսան արդեն, իրանց ուժը չի փախում, սա թող փախնում է։ Մինչև մագնաս, ես քույրին եմ Հիսուս ջան, Պետրոս են ասում, ասես գլուխ մի կողա, սաղը թողեք ինձ, մենա, գլես, եկան ասում, դու եք Հիսուսի հետ, Հիսուսի հետ, անգարինքն են Հիսուսի հետ, դու չեն, ես չգիտեմ, ես համապրացավ չեմ, ինչ, եկեղեցի, ինչ, հավատ, ինչ Հիսուս, ու գիտեք անցան որը ժամանակ, Հալելույա, փառք Հիսուսին, որ Աստված հնարավորություն է տալի մարդուն ապաշխարել։ Որովհետև եթե ապաշխարելը տեղի չներ, մենք մի անգամից մահ կվերցնելու կտանենք։ Մի անգամից Աստված ինչ կաներ, թողեր մեզ, բայց Աստված անգամ սիրում մեզ, որ ներում մեզ, ներում աստեղումից։ Հալելույա։ Գես երբեք չվախենաս։ Գես են աղջիկը, երբ որ շնություն է գործը բռնել է, բռնած բերեցին Հիսուսին հեշտ է, չէ կարգոցել է, վերցեցին կամերը, բերեցին Հիսուսին մոտ, Հիսուսին են գործում են, գիտես էսում իշկան մարդիկ են գործում, որ Հիսուսը կանեցին չասեցին, ով որ մեր չի գործել, թող առաջինը կանը վերցին գցին, ու գիտեք հետաքրքիր որն է, մի քանի րոպե հետո ոչ մեկը չմնաց, ոչ մեկը, ու Հիսուսը նայեց այդ աղջկան ասեց, ուր են քեզ մեղադրողները, ասա Հիսուսը ասոր նույնն է, նրանք թողին կգնա, բայց այդ մեղավոր վիճակում դու ասո առաջ կտանես, հալելույա, ամեն, դրանք են քեզ մեղադրողները, ես էլ քեզ չեմ եղանում, փառք Հիսուսին, Աստված չի եկել գործանելու, Աստված եկել է փրկելու, ասա Աստված փրկելու է ինձ, հալելույա, փառք Հիսուսին, նաև քեզ մեծուկ կլինեմ իմ արդար աչով, ասա Աստծո արդարություն ինձ պաշտպանելու է, որովհետև նա արդար Աստված է, նա արդար դրահավարում, ասա ես գիտեմ ոչխարի մեջ դատ կվարեմ, հալելույա, էցի ոչխարի մեջ կանեմ, ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է, մենք իրավունք չունենք սիրելիներս վախենալու, չվախենաս, ոչ մեկից չվախենաս, մենակ Աստծուց, Աստծո վախում ես, երբ դու կհաղթարես մարդկային վախը, այն ամենից ինչ որ գալիս այսօր քո կյանքի վրա, Փառք Տիրոջը, ասա փառք Հիսուս ջան, ես չեմ վախենում, Հռոմեացիներ 8-րդ գլուխ, հալելույա, փառք ես Տեր ջան, 14-ից 15-րդ խոսքերը, որտեղ որոնք որ Աստծո հոգով են վարվում, նրանք Աստծո որդիք են, ով ասում է սոր Աստծո հոգով վարվում, փառք Հիսուսին, ոչ թե մարդկով, ոչ թե մարմնավոր շնչալով, այլ Աստծո հոգով, հալելույա, երբ որ դու Աստծո հոգով ես վարվում, դու Աստծո որդի ես, հալելույա, որովհետև դու ծառայության հոգին չստացար, որ դարձյալ վախենար, հաստորեն կա հոգի, որը միշտ վախի մեջ է, դա ծառայության հոգին, ու այսօր շատերը, գիտես ծառայության տակ են, այդ հոգու ազդեցության տակ են, բայց մենք այդ հոգին չենք արել, ասա ես այդ հոգին չեմ արել, ես ծառայության հոգին չեմ արել, հալելույա, ասում դու, որտեղ դու ծառայության հոգին չստացար, որ դարձյալ վախենար, այլ որդեգրության հոգին ստացար, որով աղաղում եք Աբա, հալելույա, ամեն, ոչ մեկից չվախենաս,
Չվախենաս ինչ-որ բան կորցնես, չվախենաս երբ որ Հիսուսի համար ինչ-որ բան թողնես, չվախենաս, գիտես ով վախենում, նրանք ովքեր որ ծառայության հոգին ազդել է իրաց վրա ու կապել է ու նրանք վախենում են, որտեղ ծառայում են, որտեղ իրաց շան են դրում, որ հանգած չկորցնեն, գիտեք մենք, ասա մենք, որդեգրության հոգի ենք ստացել, և պետք է աղոթենք, պետք է ծառայենք, պետք է գնանք Քրիստոսի հետևից։ Ով է համաձայն։ Որդեգրության հոգի, որ ամակում ապահար, Փառք Հիսուսին, որտեղ վախի հոգին, ծառայության հոգին, վայ, հանկարծ կիմանամ, որ ես ծառայում եմ, հանկարծ սիրելիներս մեր Աստծուց լավ բան չկա այս աշխարհում, ոչ մեկը մեր Աստծուց լավը չի, ոչ մի հարստություն, ոչ մի լավ բան, ոչ մի շքեղություն չարժե մենակ նրան, այն մի վայրկյանին, որ Տերը քո հետ խոսում է։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Երբ որ Տերը գանց ասում տղես, Հալելույա, գիտես դու սխալ ես անում, գիտես դու մերկ ես գործում, մի արա, Հալելույա, ասա Աստված կանադա, ու գարնեսնի, գիտեք մի ենթակի բան, որ հիմա այսպես գանց են մոգու մեջ, Հալելույա, բաղի միշում եք, որ կանչեցին, գնա անեցին, Իսրայելին, լավ փող խոստացան, Արի քեզ իր լավ թագավորը կվարձատրի, մենակ արի, Աստծո ժողովրդին չարամտի, չարություն արա, ու գիտես գնաց աղոթեց, Աստված ասեց չգնաց, բայց այնքան գրավիչ էր, թագավորի ուղարկած մարդկանց խոսքերը ավելի շատ կտան, ավելի շատ հարստություն կտան քեզ, ինքը գնաց, գիտեք ով վախեցավ, Աստծուց, Էշը վախեցավ Աստծուց, Աստծո հեշտակից Էշը վախեցավ նստեց, խփեց ես պատին են պատին, այդ խեղճեցին են ծեծեց, փոխանակ ասել, վայ, իշքան լավ ես դու, այնքան արեց մինչև Էշը խոսած, ասեց ես քան տանիք ես ծաղրել է, ու շատ ժամանակ անձեն բաներն են խոսում, չստարացում են անա, Հալելույա, ինչի ես, բերիկացել, ցեղ ես գցում իմ վրա, այսքան տարիք ես հավատարիմ ծառայել եմ, ինչ ես ուզում ինձ, ու այսօր էլ էդի հավատարիմ ծառայել եմ, աղոթում եմ քո համար, բայց դու շայք հետևից ես եկել, ու չես տեսնում, որ դե Աստված կանգնած արեշտար, կարող գնաս ու վերջ, դա չէ վերջին, այս շփրկեց, գիտես իշնան բաներ են եսով ես մեկում, ու բերկասա դենաց, ու այսօր շատ էին այծելի, այսքան տարի քեզ ծառայում եմ էլի, ինչ ես ես ներասում, քո լավի համար եմ անում, գիտեք մի հետաքրքիր բան էր վերախոսում, երբ որ մենք Աստծուց չենք վախենում, մենք գնում ենք կոմպրոմիսի, գիտես մարդուն պահելու համար մենք գնում ենք կոմպրոմիսի, ոչ թե ճշմարտության, ոչ թե Աստծո վախով, Աստծո իմաստության, այլ շահագիտական գնում ենք մարդկանց հետ կոմպրոմիսի եւ հենց առաջինը այդ մարդկանց ենք վնասում, երկրորդը մեզ, որովհետեւ ինչ որ մենք շահում ենք, աղբ ենք համարում, որ Քրիստոսին շահենք եւ մարդկանց վերում ենք Տիրոջ արդարությունը եւ ասում ենք՝ մի վախեցի, Տերը քո հետ է, հալելույա, ամեն, միայն կանգնի հավատքով, կանգնի Աստծո հետ, ճշմարիտ խոսքը վերցրա եւ սկսի հռչակումներ անել, որովհետեւ Աստված ինչ անում մեզ տվել է, հալելույա, որդեգրության հոգին, որ մենք պետք է աղոթենք, մենք պետք է միշտ ծառայենք Տիրոջը եւ հնազանդվենք ու խոնարհվենք, հալելույա, մայ վախենում եմ, ես ամուսինս կջղայնանա, ով հավատում մի վարկյանում Աստված կարա փոխել, այսքան տարի ծառայում եմ, մանա քեզ,
Հալելույա։ Այդ ոնց ես դու ուզում վախցնես ինձի։ Ես չեմ վախենամ։ Ասա ես չեմ վախենամ։ Որտեղ դե ինձ հետ է։ Հալելույա։ Սաղմոս ուզում բացեք Սաղմոս 23։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Վիշոր մասնանում ես։ Ասա այսօր իմ օրն է։ Սաղմոս գնալու։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Թեև դրան մայր շուտի ձորով, չապոնից չեմ աղում, որտեղ դու գիտես ես, որ գաղազան ու կոցուկը նրան տարներից, հալելույա, Փառք Հիսուսին, ասա չապոնից չեմ աղում, ես օրվանից քո վախերը պետք է գնան, գիտեք ես շատ մարդկանց հետ եմ հանդիպում, և նրանք վախեցած են, վախը գիտես կոտրում է մարդու էությունը, մարդը փչացնում է մարդու դատողությունը, վախը մարդուն հեռացնում է Աստծուց, ավելի լավ Աստծուց վախենան, քան մարդկանցից, հալելույա, և Աստծո վախը ինձ ազատում է մարդկանց վախից, որտեղ ես հավատում եմ Աստծուն, սիրում եմ Աստծուն և հավատում եմ, որ Աստված ինձ արդարացնում է, Փառք Հիսուսին։ Գիտես իշան մարդիկ կան, որոնց Աստված արդարացնում է, և Աստծո խոսքի մեջ կա, և գիտեք ինչ էին անում, ասում է, երբ որ Աստված սկսեց հրաշքներ գործել, մարդիկ սկսեցին վախենալ այդ հրաշքներից, որի միջոցով Աստված գործում էր այդ մարդկանց միջոցով։ Գիտեք ինչ արեց, երբ որ Եղիան աղոթեց, 3 տարի անձրև չեկավ, և նա վախեցած էր, հալելույա, բայց Աստված նրան վախերը պարատեց, տարավ ամուսնացրեց, կերծրեց, կոծրեց, հալելույա, Աստված ինձ երբեք մենակ չի թողնի, ոչ մեկից մի վախեցի, ամբողջ երկրի մեջ անձրև չկա, ջուր չկա, բայց ինքը հեղրատի մոտ նստած խորված է լինում, մաքուրը ջուր է թողնում, Փառք Հիսուսին, ասա Փառք Հիսուսին, ասա Աստված կպահի, նորից ասա, իմ Աստված ինձ պահի, ես ոչ իմանից չեմ վախում, հալելույա, Փառք Հիսուսին, գրեք հետաքրքիր է, որ 50 մասին հարկավորը կանչում է քեզ, Աստծո համար, դասեց եթե ես Աստծո համար դե լսա կրակը գիշնի, ու կրակը իշնում է, երկրորդ է լավ, Աստծո համար, երբ եք ասեցը չի ամեր անում թավիստերի, երեաջանքսանչում եմ էլի արի, գրեք հետաքրքիր բաները կատարում այսօր մեր շուրջը, այդ վախը դծել է աշխարհը, վախ ինչ-որ բան գործնելուց, վախ ինչ-որ մեկին հետ փոխհարաբերությունները անխզելուց, վախ, վայն ոնց կլինի, գիտես Աստված գիտի ոնց կլինի, եթե լինելը թող լինի, դու հավատում ես, որ Քրիստոսը գիտե, որ սա վախենան թող են փոխեն, հավատում ես, սա թողել են փոխեն, բայց Հիսուսը չփոխավ, ասա Հիսուսը չփոխավ, գիտեք մեջն է Հիսուսին խաչվելու, եթե եջնոների 3 անգամ չեր խնդրի, ներ ջիգնի նույն աղորդքը, ով եղել է ժամանակ, որ դու 3 անգամ նույն աղորդքը անես, դաստր նույն աղորդքը, չինի որ Տեր ջան, ես բաժակին ցանց հասկացնես, բաժտե ոչ թե այնպես ինչպես ես եմ ուզում, այլ ու կանքը լինի, ու վերջի աղորդից եկավ, ասեց, հիմա հանգիստ քրեք, հանգիստ եք, մարդի որդին հասնում, ով եկան բրնեցին, Տիրոջ կամքը, ասա թող Տիրոջ կամքը լինի իմ կամքը, այսօր Տիրոջ կամքը թող կամքը, ու դու չպիտի վախենաս, ոչ մի բանից, հալելույա, Փառք Հիսուսին, որովհետև դու որդեգրության ոգով ես լցված, և որը աղավում է անվախար է, հալելույա, ես շատ բանից չեմ վախենում, ասա չեմ վախենում, ես հետաքրքիր եմ, դու առավոտյան վեր ես գնում ու ասես, ես պարտքերից չեմ վախենալու, ֆինանսական անբավարարությունից չեմ վախենալու, ես հիվանդությունից չեմ վախենալու, ես աշխատանքս կորցնելուց չեմ վախենալու, ես չեմ վախենալու,
Հալելույա։ Ես ուրախ եղա։ Ասա ես ուրախությամբ եմ լցվել։ Սանգասն այսօր դրնենք ավետարանչության խոսք ասում է ես ուրախ եղա, երբ որ ինձ ասեցին, հալելույա, դու ուրախ պետք է լինես, երբ որ քեզ ասեն, արի գնանք Տիրոջը ծառայենք։ Ոչ դա ասես ժամանակ չունեմ, գներեք, ես այնքան զբաղված եմ, թող եմ աշխատում, ես պետք է ինչ-որ բաների հասնեմ, ինչ օգուտ ինձ, ով ասում իրա օգուտը առնեսով, դուզում ես գտնես քո անձը, Հիսուսն ասում է ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահել, բայց իմ անձը կորցնում է, ով իր անձը դնի մեջ, բացածը ձերքեր դասը դեր այսօր իմ անձս որոշումով դնել եմ քո մեջ, ես այլևս իմիջ չեմ կընտրել, գնես իշքան մարդիկ են իրենց բնտրում, կորցնել են, ես ձեզ ասեմ կորցնել են, որտեղ խոսքն ասում, խոսքը չի կարա փոխվի, ասում է երկիրը կասնեն, բայց ասում խոսքից մի նշանակապ չի ասնի, միջով որ չկատարվի, ով իր անձը փնտրեն, հատ կորցնի, այսօր շատերը փնտրում իրենց անձը, իրենց կարողությունը, իրենց ուզածը, իրենց քմաչուկները, բայց նրանք ովքեր որ փնտրում են Տիրոջ կամքը, ով իրենց անձերը դնում են Տիրոջ մեջ, նրանք գտնում են իրենց անձը, Փառք Հիսուսին, եւ չեն վախենում, ասա Քրիստոսի մեջ վախ չկա, սիրո մեջ, ասա սիրո մեջ վախ չկա, ով ասերը, ասա իմ Աստված սերը, ես նրա մեջ եմ, ես ձեր չեմ վախենում, գիտես ինչքան են ուզեցե վախեցնում, ամեն օր, չկա օր, որ այդ վախի ոգին չկա, ծուր նստեցիք, էսի մի ստես չարեցիք, էսի ստես չարեցիք, են մի բան ստես չարեցիք, ու վախը գալիս է, վայ հանկարծ, գիտես, Աստծո աչքերը, ասա Աստծո աչքերը, ամեն տեղ, նա ամեն բան տեսնում, Փառք Հիսուսին, նա տեսնում ինձ, իմ ներությունն նա տեսնում, իմ գործողությունն նա տեսնում, իմ սիրտն նա տեսնում, ամենակարևոր բանը, որ մեր սրտերը մաքուր լինեն, ասա մաքուր սիրտ ունեցողները, պտտվի կողքինիք ասա, մաքուր սիրտ ունեցողը Աստծուն կտեսնի, թող որ ձեր սրտերը չփռվեն ու չվախենան, մաքրեք ձեր սրտերը, հալելույա, որտեղ սրտից արտանքի ելքը, Փառք Հիսուսին, Հակոբոս 4:7, Փառք Հիսուսին, ասա այսօր ես դեմ եմ կանգնելու վախի հոգում, ինքը փախչելու է, հնացանվեք Աստծուն, դիմադրեք սատանային, ու նա ձեզանից ասա վախի ոգին այսօր փախչելու, բայց ո՞նց է փախչելու հավատքով, ասես հավատում եմ, որ Աստված իմ հետ է, եւ ես չեմ վախենում, ես հավատում եմ, որ ես Աստծո մեջ եմ եւ Աստվածի մեջ եմ, ես չեմ վախենում, հալելույա, ամեն, Փառք Հիսուսին, որն ավելի լավ, մարդկանց լսել, թե Աստծուն, հետաքրքիր է, մի որոշ ժամանակ առաջ, վախը, հեռացրեց Հիսուսից, ուրացել, փախալ, բայց որոշ ժամանակ անց, ոչ տարապանք, ոչ տանջանք, ոչ ծեց, չկարողացավ կանգնեցնել աշակերտներին, նրանք ասեն, մենք Աստծուն ենք լսելու, ձեզ չենք լսելու, ու գիտես ինչքան մարդիկ կան, որոնք ես ուզում են կանգնեցնել քեզ, ինչքան մարդիկ կան, որ ուզում են հեռացնել Աստծուց, ինչքան իրավիճակներ են ստեղծվում քո շուրջը, որ դու մոռանաս Աստծո գոյությունը, չմոռանաս, Տերեն քո հետ է, ասա Հիսուսը իմ հետ է, պտտվի կողքին դասա չվախենաս, չգնաս կանգնաս, ես վախենում եմ ասել, վախենում եմ մեր տանը քարոզել, վախենում եմ իմ հարազատների մոտ չվախենաս,
Asa Isusi anman մեջ Amen ցունկ կգնվի նրա անմանը Հալելույա Փառք Հիսուսին Միքիա 7:7 Փառք քեզ Տեր ջան Բայց ես Արեք բրճակին իսի, ասաբաց ես տիրոջ տնջան կսպասեմ իմ բրգության ասում ինձ պիտի լսին Ովքեր ուսում են վախեցնել, այդ ես տիրոջը կսպասեմ և նրան եմ նայում և իմ փրկությունը Աստծո մոտ է, ինձ պետք է լսին Աստված, հալելույա, իմ աղոթքները Տերը լսում է ու պատասխանում, Փառք Հիսուսին, և այս եկեղեցին պետք է լսվի, այս քաղաքը պետք է շատանա ռեկլամներով, այս տարածաշրջանը պետք է տեսնի տիրոջ փրկությունը, այստեղ բոլոր բռնված, բոլոր կապվածություն մեջ երող, բոլոր ժողովուրդը գալու և ազատագրվեն։ Գիտեք ինչի, որտեղ մենք չենք վախենում ճիշտը խոսելուց։ Հալելույա, ամեն, Փառք Հիսուսին, և մենք վկայություններ, Աստված ինձ ազատել է, Աստված ինձ ազատել է, և վերջանի ընտանիք է ստեղծել։ Փառք Հիսուսին։ Ես վախի մեջ, սա ընտանիքը վախի մեջ, հեսա, վերդազով կակնի, հեսա, չեմ ուզում ասել, Փառք Հիսուսին մեր ծառայողների համար, շատ հզոր ծառայություն է բացանում եկեղեցում, դա անտեսանելի է դեռ, նոր ասկսում, բայց դա ամենաներյալ Վախի մեջ նստած մարդկանց, ովքեր որ լույսի մեջ են գալի, խավարում նստած մարդի կապվածության մեջ լինող մերը գամեն լույսը դերեկիրով։ Գիտես ինչի, որտեղ գործում է եկեղեցին, որտեղ գործում են ծառայողները, որտեղ չենք վախենում Հիսուսի անունով, ճշմարտությունը խոսելով։ Գիտես ես ընտանիքները տեսել այսօր վախի մեջ են, չգիտեն ինչ անեն, չգիտեն ոնց անեն, և վախեցած են։ Որտեղ վախի ոգին իր հետ բերում է տարբեր ոգիներ։ Եվ այս դրա համար այսօր մենք կանգնենք և նա փախչելու է։ Մենք կանգնենք Փառք Հիսուսին, որպես եկեղեցի, որպես Տիրոջ մարմին, որպես Տիրոջ ծառայողներ մենք չենք վախենալու ճշմարտությունը խոսելու։ Եվ ասել մի վախեցի, որտեղ քո Տեր Աստված քո հետ է, ուր է որ դու գնաս հալելույա։ Փառք Տիրոջը։ Ասա Փառք Հիսուսին։ Հալելույա, հզոր է մեր Աստված, ամեն, երկրորդ Կորինթացիներ, 2:14, հալելույա, գողություն մատուցեն ասում, ով ասում այսօր գողություն մատուցեն, գողություն մատուցեն ասում, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթության, ասես ամդերի, նայք դեսիք ինչ ասում, գողության մատուցեն ասում, որ ամեն ժամ, ասա ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան մեզ հաղթող է դարձնում Քրիստոսումը և իմ գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզ անում հավելույա։ Ով ասում Քրիստոսի ոտը, ամուշ ոտը, և իմ բույրը ինչ անում տարածում է, հալելույա, որտեղ Քրիստոսի բույրը մեր մեջ պետք է լինի, Փառք Հիսուսին, ամեն, գողություն և փառք ես Տեր ջան, հալելույա, առաջին Կորինթացիների 15:27 Դա, չտունես, նա բարեկսն ես կապել, առաջին Կորինթացիների Հալելույա, Փառք Հիսուսին, մեր բոլոր ծառայողների համար։
Բայց շնորհակալություն ասում, ասա շնորհակալ եք քեզանից Հիսուս ջան։ Հալելույա։ Որ տվավ մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Ասա ես հաղթող։ Նորից ասա ես հաղթել եմ։ Ես չեմ հաղթել։ Ես վախի չեմ ենթարկվել։ Ես հաղթել եմ։ Ո՞վ ասում ես որ գնա իրարքում հաղթանք։ Գնացա, հալելույա, հաղթի ոչը, հաղթի Հիսուսին, ես ասում հաղթի, գնա հաղթի այսօր, գնացա, մի վախեցի, երբ որ դու վախերում ես վախի ոգին կամինացա, և նա մանիպուլյացիա անելու կեզ, ես ատես քո գլխին ինչ ադնել, ասա իմ գլխին հուշում եք չի կարող, դու գիտեք որ վախը կարագար ու նստի մարդու վրա, դու գիտեք որ մարդիկ կարան վախով բռնվում են, ես տեսել եմ վախով բռնված մարդկանց, այդ վախի ոգի բռնումը չեն ազատվում, ասա ես չեմ վախում, նորից ասա չեմ վախում, ով կարա ինձ վախեցին, եթե տենեին հետ ահավելին, հանք Հիսուսին, ես մենակ իրոյցս եմ վախել, որ հանգած սխալ բան չգործեմ, ես անանունը Սաֆիրան եկան, ուզեցին տեղ իրանց սույս տան, ու գիտես ինչ ասած պետք լսեցում եք խապում, դուք սուր ոգն եք խապում, ասում ես նույն վարկյանում ինչ է վախում, ոգին ավանվեց, ու մեծ վախ, ասա ասոտ վախը, եկավ եկեղեցու վրա, ասա ես չեմ սխալվել, Տեր Աստված ես քո հանդեպ սխալ չեմ գործել, ես հավատարիմ եմ լինել, ես օգնված եմ լինել, ես քո մեջ եմ լինել, ես պահելու եմ հավատքը, ընթացքը կատարելու եմ, չեմ վախենալ, ոչ ոքից, հալելույա, Հանք Հիսուսին, ամեն, Փակ մեր Աստված, հզոր մեր Աստված, որտեղ սիրելի եղբայր հաստատ եղեք, անշարժ մնացեք, ամեն ժամանակ ավելի առաջեցեք Տիրոջ գործում, ասա Տիրոջ գործում, մի վախեցեք, որ ձեր աշխատանքը զուտ չի տերում, սերվում, ասա իմ աշխատանքը զուտ չի տերում, դրա համար եղեք Տիրոջ մեջ, սիրելիս, չվախենաս, ես ասում եմ հանրության երբ որ արթնացել եմ Տերը խոսում է վախ, չվախենաս, ես քո հետ եմ, չվախենաս գնա առաջ, չվախենաս կատարի քո գործը, չվախենաս տեսիք իրականացնի, չվախենաս գնա կարողի, չվախենաս ոչ ոքից ես քո հետ եմ։ Հանք Հիսուսին, երես միանց մատանես անում վախենում ես քարոզես, վախենում ես խոսես, վախենում ես Տիրոջանը տաս, վախենում ես Տեր ասում իմ վախեցի, ես քո հետ եմ, հալելույա, ամեն, դժվարության մեջ քո հետ եմ, նեղության մեջ քո հետ եմ, չներվես, հալելույա, հավատա, եղի հավատանին, գնով քարոզի, պտուղներից կճանաչեն, հալելույա, ասա իմ պտուղներից, ինձ կճանաչեն, քանձր եղեք, սիրո մեջ եղեք, մի վախեցի, հալելույա, որտեղ քո Տեր Աստված քո հետ է, ուրեն որ գնաս, թեկուզ կրակի միջով անցնես, ես քո հետ եմ ասում Տերը, ջրերի միջով կանցնես քո հետ եմ, մի վախեցի, հալելույա, Հանք Հիսուսին, գիտեք հիմա մի հատ հետաքրքիր բան ենք անելու, մենք աղոթել ենք, որ այդ վախերը գնան, աղոթել ենք, որ այդ վախի ոգին այդևս մեր կյանքում ոչ մի տեղ չունենա, գիտես այսօր ասում եմ ինչից վախեցա, այդ էլ եկավ իմ գլխին, լսել եք այդ ձևակայությունը, մենք ոչ մի բանից չենք վախենալու, ու ոչ մի վախենալու բան մեր գլխին չի կարող, ասա չի կարող, տեսա նորից կնի, չասես է ձևի բան, մի վախեցի,
Քրիստոս հաղթեց։ Քրիստոս հաղթել է։ Նա աղտնակապել է մեզ եւ մենք չենք վախենալու։ Ինչ ենք անելու, դեմ ենք կանգնելու ու դա հաղթելու է։ Ու այսօր մենք դեմ ենք կանգնելու։ Եթե ունես պրոբլեմներ, վախենում ես, վան չի ստացվում մոտս, վան հայք է, վան չի ինում։ Գիտես մի հետաքրքիր բան է։ Սարանում Աբրահամը երկար տարիներ ասում ծառայում էին հնազան, բայց ինչ-որ բան չէր երևում, բայց ծառայում էին։ Չէր երևում, ասեց, դեր, ընդոցինս պետք է այս ամեն ինչը վայելի, բանցի միաժավում չես տանես։ Վախեն, ոնց որ եկել վերջը, վախեն մեջ էին, տեր իմ Աստված, հալելույա, ընդեղ չեմ ասում եմ, որ սխալները ունին գործվեցին, գիտես ինչ կատարվեց, ես զարմանում եմ, լուր զարմանում եմ Սարայի վրա, վերեց իրա Հագարին տվեց, ասեց, ար, թոքու երկրորդ կնիք է դառնա։ Հետո երեխան ունեցավ, հենց հնացավ սկսեց ատեն համարկել։ Հետո ասեց հանի, տնից լագի։ Վախեցավ, սկսեց վախենալ, նրանից ունունիքն է առաջարկել։ Ասա ես չեմ գնալու կանգնամից, ես ծխաներ չեմ գործել, հետո վախենամ է իրավիճակից, ու այսօր վախենալու է, որ Իսմայելը միջև հիմա Իսահակի դեմ է, միջև այսօր Իսմայելը Իսահակի դեմ է, դու պատերազմը գնում է, նրա սխալի պատճառով, բայց Աստված խոսք է տվել, հալելույա, ով հավատում Աստծո խոստումները չեն ասում, խոսք է տվել քեզ, քո երակից, ասայնցանից պտուկ դուրս կգա, ասա քո բերանով ու հավատով, իմ երակից պտուկ դուրս կգա, Հիսուսի անունով։ Ես չեմ վախենալու, կոմը չի ստացվի, վայ, ինքան չալ լեզուն է կախնից, կողքից, դե ուստ իշխոմ մի բան հարել ես, որ չի նոն, մի հավատ այդ սպերին, դու ոչ իման է չես արել, Քրիստոսով, ասա Քրիստոսով, ամեն անես կանդված է, ամեն հացարում կանդված է, սատանայի բոլոր ծրագրերն են խափանված է, Հիսուսի անունով։ Իրոք ասակություն դրված է ինձ, հալելույա, որտեղ Աստծո հոգին է, որտեղ Աստծո հոգին է,